Ինչպես նշված է նախարարության տարածած հայտարարությունում, դպրոցը պարտավոր է աշակերտին առաջարկել ընտրության առնվազն 2 օտար լեզու։ Մեր նպատակն է աշակերտներին առաջարկել բազմազան ընտրության հնարավորություն եւ միևնույն ժամանակ ազգային լեզվի վրացերենի իմացության ամրապնդման ֆոնին աջակցել պատանիներին նվազագույնը 2 օտար լեզուներով հաղորդակցության կարողության զարգացման հարցում, ասված է կրթության նախարարության հայտարարությունում, որը վերաբերվում է դպրոցներում չինարեն լեզվի ուսուցումը։ Հասարակությանը տեղեկացնելու նպատակով հայտնում ենք, որ համաձայն ազգային ուսումնական ծրագրի առաջին օտար լեզուն, որը պարտադիր է բոլոր աշակերտների համար եւ դասավանդվում է առաջինից 12-րդ դասարանում անգլերենն է։ Երկրորդ օտար լեզվի ուսուցումը սկսվում է 5-րդ դասարանից եւ այն կարող է լինել ցանկացած լեզուն, որը աշակերտը կամ ծնողը կընտրի ըստ նախարարության։ Դպրոցը պարտավոր է առաջարկել նվազագույն 2 օտար լեզու։ Այս պահին աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, թուրքերեն եւ այլ լեզուներ։ Որևէ լեզվի ուսուցման դեպքում նախարարությունը պարտավոր է համապատասխան պատասխանատվություն կատարել, հաստատել ծրագիրը, մշակել դասագրքեր, վերապատրաստել ուսուցիչներ եւ ապահովել ուսումնական գործընթացը ըստ ստանդարտի։ Ներկայումս չինարենը դասավանդվում է 15 դպրոցներում որպես լրացուցիչ ծառայություն, քանի որ նրա նկատմամբ պահանջարկն աճում է համագործակցությամբ Թբիլիսիի պետական համալսարանի սինոլոգիայի ամբիոմի հետ։ Մեր նպատակն է աշակերտներին առաջարկել բազմազան ընտրության հնարավորություն եւ միևնույն ժամանակ աջակցել նրանց նվազագույնը 2 օտար լեզվով հաղորդակցման կարողության զարգացման հարցում, ասված է հայտարարությունում։